Ֆասադը կպահեն, կառույցը կքանդեն։ Կառավարության որոշմամբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը առաջիկայում նոր շենք կունենա։ 70 տարեկան շենքը հիմնովին կքանդեն, կկառուցվի նորը, պահպանելով ճարտարապետական արժեք ներկայացնող ֆասադը։ Հաղթող ընկերությունն արդեն սկսել է նախագծային աշխատանքները։ Թատրոնում, սակայն, մտահոգ են։ Ինչպես կազմակերպել 4 տասնյակ աշխատակից ունեցող թատերախմբի աշխատանքը շինարարության ընթացքում։ Եթե թատրոնը հիմնահատակ քանդեն, հավատացնում եմ, որ դա 1-2-3 տարվա բան չէ, եթե ոչ 6-7 տարի կտևի։ Շատ վտանգավոր է։ Մենք կողմ չենք, որ դա հիմնահատակ քանդվի, որովհետև շատ մեծ մտավախություն ունենք, բայց շատ կողմ ենք, որ վերանորոգվի հստակ որոշում, թե դերասանները ինչ պետք է անեն, երբ որ լինի վերանորոգում, այդ մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Աշխատանքից զատ դերասանական կազմին մտահոգում է նաև շենքի ակուստիկայի հարցը, մտավախություն ունեն, որ հիմնանորոգումը ինչպես հարկն է չի իրականացվի։ Մեր Աբելյան թատրոնը ունի հրաշալի ակուստիկա, որը հայոց բեմերում առանձնակի տեղ է գրավում։ Արդյոք կկարողանան դա պահպանել, դա խնդիր է։ Քաղաքաշինության կոմիտեից էլ հայտնում են, վերակառուցումը նպատակահարմար չէր, քանի որ սեյսմիկ գնահատմամբ պարզել են, որ այն ավելի թանկ կարժենա, քան նորը կառուցելը։ Հանդելու են հետո ճակատային մասը նորից վերականգնեն նույն ձևի։ Այս պահին գտնվում է նախագծային փուլում, իրականացում է էսքիզային նախագիծ։ Այսօր բերել էին, ուղարկել են հրամշակման, մի քիչ դուրներս չեկավ։ Երևի մի շաբաթվա մեջ պատրաստ կլինի արդեն էսքիզային տարբերակը, կհամաձայնեցնենք կրթության նախարարության հետ։ Մեր մասնագետները կնայեն, եթե ամեն ինչ նորմալ եղավ, կշարունակի արդեն աշխատանքային նախագիծը։ Նախնական նախագծով թատրոնի նոր շենքը կունենա 1 ստորգետնյա եւ 3 վերգետնյա հարկեր, որոնցից վերջինը մանսարդային։ Հանդիսասրահը կունենա 400 նստատեղ, այսօրվա 358-ի փոխարեն։ Նաև առանձին փոքր բեմ 100 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով։ Դրանք կլինեն տարբեր հարթությունների վրա, ինչը թույլ կտա միաժամանակ 2 տարբեր ներկայացում խաղալ։ Իսկ երբ եւ որտեղ դերասանները կկարողանան շարունակել աշխատանքը, սա էլ պլանավորել են։ Վանաձորի բոլոր հարթակները կօգտագործենք, ովքեր որ կկարողանան ամսվա մեջ մեզ հնարավորինս տրամադրել իրենց դահլիճը եւ կլինի Շարլ Ազնավուրյան անվան մշակույթի պալատի դահլիճում, իհարկե այն թատերական պայմանների համար այնքան էլ նպաստավոր չէ, ինքը ավելի շատ համերգային դահլիճ է։ Մենք կփորձենք եւ այնտեղ խաղալ, եւ տիկնիկային թատրոնում կխաղանք անպայման, եւ նաեւ հյուրախաղային Հայաստանի Հանրապետությունում։ Ի վերջո, ինչ ճակատագրի կարժանանա Վանաձորի թատրոնը, ժամանակը ցույց կտա։ Դերասանները վախ ունեն, տևական տնանկության առաջ հանկարծ չկանգնեն։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։